Սյունիքում ինչ էր բաղում, հայտարարություն մեկը մյուսից Արցախի վերաբերյալ, դրա զուգահեռ մեկ տեսակ ինչ էր ինքը ասում, մեկ հիշեցման կարգով 2019 թվականին Արցախում Ստեփանակերտի հրապարակում բղավեց Արցախը, Հայաստանը եւ վերջ եւ գխատեց մի ամբողջ պետություն, վերջերս Սյունիքում բղավում էր Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է եւ հիմա շատերը սյունեցիներին ասում են զուշավորություն դրսեւորեք, որովհետեւ ըստ էության սարսափելի պատկերացնեն ինչ պայմանավորվածություններ կան։ Խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը եւ նաեւ ասում են տիրադավներից լծվել են Նիկոլ Փաշինյանի քարոզը իրականացնելուն, մենք հիմա անվանական խոսենք դրանց մասին, խոսքը Վազգեն Միրզախանյանի, Վրաստանի թեմի առաջնորդի եւ Անուշարոն Ժամկոչյանի մասին է, բայց սկսենք քարոզարշավից, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն, նախ այո Սյունիքից սկսենք, շատ կարևոր մի հարց, մեր Սյունիքը վտանգված է այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը ղեկավար է եւ Աստված չան, իհարկե վստահ ձեզ ասում եմ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու, քանի որ ժողովուրդը մերժել է այլևս Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ է իր քարոզարշավներից, դա ակնհայտ է իր երթերից, դա ակնհայտ է իր ամբողջ օրը փողոցում գտնվելուց եւ ակնհայտ է, որովհետեւ ես ինքը ժողովրդի մեջ ապրող մարդ եմ, եւ տեսնում եմ, որ ժողովուրդը մերժում է։ Միանշանակ կան անհատներ, դավաճաններ, դավադիրներ, փող ունեցողներ, որոնք փորձելու են այդ հասարակ մարդկանց խաբել, ճնշել, կամ չգիտեմ այլ մեթոդներով տանել այդ դավադիր քայլին եւ այնպես անել, որ մարդիկ գնան ընտրեն այդ դավաճանին։ Հիշում եք, այո, գոռում էր, իրեն ճղում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ընտրվելուց հետո, նորից եմ ասում, Աստված չանի, կանգնելու է ասի դե եկեք այս Սյունիքն էլ տանք, ժողովուրդ ջան, այս ժամանակ 100% խաղաղությունը բերելու եմ։ 150% Սյունիքը տվեք, խաղաղությունը գալու է։ Արցախի այն մի մասը, որ պատերազմի անվան տակ տվել էր 2021 թվականի ընտրությունին, ասում էր վերջ ժողովուրդ, վերջացավ պատերազմների էջը փակվեց, էլ ոչ մի խնդիր չի լինի, ոչ մի խնդրեմ չի լինի։ Ժողովուրդը էլի հավատաց, էլի քվետվեց։ Ու ինչ եղավ, այսօր Արցախ չկա։ Ամենասրբապիղծ հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին իր քարոզարշավի ժամանակ արել է, դա եղել է այն, որ ասում է այդ հողերը մերը չեն, եղել, շեշտում եմ, մերը չեն եղել, սա սարսափելի վտանգավոր մի թեզ է, սրա արդյունքում դու գերի եք դառնում Ալիևի ձեռքերը, այսօր Ալիևը դեռ քարոզարշավա ձեն չի անում, Նիկոլի այդ ասածը, բայց Ադրբեջանում ֆիքսվել է արդեն, որը օգտագործվելու է մեր պետության դեմ, ու դուք փոխհատուցում եք տալու, եթե դու նայ ախր չի էլ ասում, որ մերն ա եղել, չենք կարում պահենք, այսպես հասկանում եք ինչ դավադիր հայտարարություն է անում, ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություն է անում, ասում է մերը չեն եղել, կոնկրետ ցուցմունք է տալիս հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստան պետության դեմ, հասկանում եք, սա սարսափելի վտանգավոր է, վաղը միջազգային հատյաններում դատի են տալու Հայաստանին միլիարդավոր դոլարներ են փոխհատուցում պահանջելու եւ դա դուք եք ձեր երեխաների հետ վճարելու եւ միջազգային ուժ ստանալու դա արդեն միայն չի լինելու Ալիևի պահանջ, Ալիևը վերցնելու է Նիկոլի այդ խոսքերը, տանելու է դնի արևմուտքի առաջ, Ռուսաստանի առաջ, ասելու է նայեք, ես ձեզ ապացուցում եմ, որ 30 տարի մեր հողը հայերը օկուպացրել էին։ Դե արեք այս փոխհատուցումները տվեք, ու այդ ժամանակ ռուսը, ամերիկացին, մյուս արդեն քեզ ճնշելու է, պարտավորեցնելու է Նիկոլի այդ պահանջի համար գնաս ու դու փոխհատուցում տաս։ Չես վախենում դրանից, դու չես հասկանում, որ դա մի հատ լակոտ չի այդ հայտարարությունը արել, դա քո երկրի վարչապետն է արել։ Ազգային անվտանգության տղերքին, ոստիկանության տղերքին հարց եմ տալիս, այդ փողերը ո՞նց եք փակելու Ալիևին վաղը։ Դուք օրենքից, բանից եք խոսում, դուք այդ համակարգերի մեջ եք, դուք այդ իրավաբանական, տարական նրբությունները չեք հասկանում։ Ինչ է նշանակում այդ հողերը մերը չեն եղել, կոնկրետ հելել եք Մոնթեի գործի դեմը, հելել եք Վազգենի գործի դեմը, այսինքն Մոնթեի պես տղեն չէր հասկանում, այդ հողերի համար սպյուրքից եկել էր կռիվ էր տալիս, այրուն էր թափում, եթե այդ հողերը մերը չեր լինեին, Մոնթեն կգար կկռվեր,
Դուք ինքներդ ձեզ հարց տվեք, կգար կկռվեր, մի հատ ողորմելի չծառայած ոչնչություն այսօր եկել է, ուզում է ձեզ ապացուցի, որ մոնթեն սխալ է եղել, որ Արցախյան ազատագրական շարժմանը մասնակցած այդքան հերոս տղա սխալ են եղել, ու կարանալու է ապացուցի մտածում եք։ Եթե դուք այդ մարդն եք, եթե դուք այսօր պատրաստ եք ուրանալու այդքան տղերքի գործ, Եռաբլուր, Ադամին, Աբաջանին, այդ մարդկանց հողը որ չլիներ, նրանք կյանքում չեն գնա կռվեին։ Դա պատմականորեն փաստացի Արցախը պատմականորեն մեր հողերն է եղել։ Մեր վանքերը դարերով եկած, մեր եկեղեցիները եւ երբ որ խոսում եք այն հոգեվորները, որոնք փորձում են այսօր սրան աջակցել, սա ամենամեծ ամոթն է։ Ամենամեծ անկեղծորեն եմ ասում, երբ որ մեր եկեղեցուն, մեր հոգևոր առաջնորդներին այս տիպի ստոր ձևով, կեղտոտ բերանով սա կպնում է, սրա պես պղծության կծիկի կողը կանգնելը, գիտեք ինչ կա, եկեղեցում էլ կարա տարաձայնություններ լինի, բայց երբ որ դուք գնում կանգնում եք մի հատ պղծիկ կծիկի կող, նեռի կող, դուք ձեզ զրոյացնում եք մինչև վերջ, դուք կարայիք ձեր մեջ ինչ որտեղ համակարծիք չլինեիք, գնայք հոգևոր քննարկումների, գնայք հոգևոր բանավեճերի նույն եկեղեցու մեջ, նույն մնացած հոգևոր առաջնորդների հետ, բայց դուք հելել եք, կանգնել եք մի հատ կեղտոտ պղծի կծիկի կողքին, որը մեղքերի ու պղծության մեջ թաղված է, դուք չեք ամաչում դրանից, դուք ձեզ վատ չեք զգում մեկի կողքը կանգնելուց, որը ասում է, այդ հողերը մերը չեն եղել, անմեղ տղերքի արյունով, ասում է կարակ ասեք այդ հողերն ինչով են մերը եղել, ես ուղիղ ասում եմ, հազարավոր անմեղ տղերքի թափած արյունով այդ հողերը մերն են եղել, մեր սեփականությունը, մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը, դուք պատկերացրեք դեռ 1991 թվականին, մարդիկ չեն, որևիցե մեկը չի արել այդպիսի հայտարարություն, որ այդ հողերը մերը չեն, որ այդքան արյուն թափած չի եղել այդ հողերի վրա, որ այդքան տղա զոհված չի եղել, այդ ժամանակ անգամ մարդիկ այդպիսի հայտարարություն չեն արել, բայց հիմա այսքան տղու իրանք իրանց բերանով են փաստում, թե ինչքան արյուն է թափել այդ հողերի վրա, դրանից հրաժարվելով, ինքը ասում այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում գիտեք ինչ ռեյտինգ ունի, մի հատ կապիկ Մակրոն բերե կապիկություն անելա տվե, իրա մտածելով դրանով է որոշվում ռեյտինգը, էլի, այդ շոուն դրա համար կազմակերպեց, բայց որ մի ճշմարտությամբ ապրող երկիրն ու երկրի ղեկավարը կհարգի են ղեկավարին, ով կարողանում է ուրանալ իր զինվորների արյունը։ Չկա աշխարհի վրա տենց երկիր, որը տենց ղեկավարին հարգի, սա ես ձեզ պատասխանատու ասում եմ։ Հաջորդը, երբ որ ինքը փողոցներում բռնում է մարդկանց, ասում է, այ դու որը սենց գայնեիր, այն հին վարչապետ կամ նախագահների դեմը խոսա է զուգարաններում քեզ ծեծելով կսպանեին։ Հիմա ես հարց եմ տալիս, հին նախագահներից որ մեկը կհամարձակվեր կամ որ մեկը կարար հելներ փողոցի մեջ կանգներ ու ասեր Արցախյան հողերը մերը չեն եղել։ Որ մեկը իրան այտենց բան թույլ կտար հելները այտենց հայտարարություն աներ։ Որ մեկը այս ժողովրդից կհամարձակվեր, այդ որ խոսում եք դիկտատոր լինելուց եւ այլնից, ոչ մի նախագահ չէր համարձակվի, նախ առաջինը թույլ չի տվե իրան։ Երկրորդը չէր էլ համարձակվի այտենց հայտարարություն աներ։ Հասկանում եք եւ այս կեղտոտը համեմատականներ է տանում։ Հələ մի հատ դիր նայի նրանք ինչքան զսված են եղել, ինչքան դիվանագետ են եղել իրանց հայտարարությունների մեջ։ Դու այ ոչ մի բան, բերանդ ոնց բացվի խոսում ես, աչից, ձախից, այն մի հատ շարքային խուժանի պես խոսում ես։ Ամենամեծ ցավը այն է, որ դու պետական ամենամեծ պաշտոնյան ես այսօր։ Եվ երբ որ դու ժողովրդին փորձում ես մոլորեցնես, մանիպուլացնես, սիրելի ժողովուրդ, ամենավտանգավորը գիտեք որն է, այս հայտարարությունները սարսափելի վտանգավոր են, բայց սրանից ավելի մեծ վտանգավորություն է այս հայտարարություններից հետո սրան քվե տալը։ Եթե դուք այս հայտարարություններից հետո սրան քվե եք տալիս,
Դուք լեգիտիմացնում եք այս հայտարարությունները եւ դուք կոպիտ ասած ձեր ձեռքով ձեր երեխային գերի եք հանձնում Ալիևին։ Եվ Ալիևը, երբ որ այսօր կայնենք, մենք ասենք մի հատ դավաճան է եղել, անուղեղ անգիտակից հայտարարություն է արել, միջազգային մեծ պետություններին կարանք այդ ձևով մենք ինչ որտեղ ցույց տանք, որ սա է դավաճան է եղել։ Բայց եթե դուք գնաք սրան քվետակ, բա կասեն ձեր ժողովուրդը, բա ձեր ժողովուրդը ինչի է դրան քվետվե, որ ժողովուրդը այդ մտքերի ու այդ գաղափարների հետ համաձայն չի, այդ Ալիևի մտքերի ու գաղափարների, որը Նիկոլի Բերանից այսօր դուրս գալիս, ինչի գնաց սրան քվետվեց։ Եվ դրա համար ես դիմում եմ նույն պետական համակարգի աշխատողներին։ Ինչքան ուզում ա ճնշեն, փորձեն, ես չեմ ասում կարողա չեք կարողանում հակադրվեք, ուժներդ չի երիքում, բայց Աստծո առաջ, տղերքի հիշատակի առաջ, արյան առաջ, գնացեք մտեք ընտրատեղամաս, լուր, ձեր քվեյով, մի ընտրեք Նիկոլ Փաշինյանին, ով է իմանալու, իշխանությունը փոխվավ, դուք էլի ձեր գործն եք ունենալու, էլի ձեր աշխատանքն եք ունենալու, ով է այս պետական համակարգերը ավելի են աճելու, ավելի են զարգանալու, մի հատ խեղ կատակ սարքելա ձեզ, Ալիևի ձեռի տակը ոչ մի բան։ Դուք գիտակից լուրջ հասուն մարդիկ եք, բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ, պրոֆեսորներ, ձեր մերձավորներին, որ նստում եք ձեր փոքր կռուկով, բացատրեք, ասեք, ես ինչ անում։ Շատ էլ վարչապետ է, ուրեմն Բերանը ինչ գա, ինչ ուզի պտի խոսի ու հետևից էլ են իրա լնկ ու լավազը հելնեն, կրկնեն առանց գիտակցելու, առանց մտածելու, այս թեզերը փորձեն այս երկրի ու այս ազգի մեջ ասենց բազմացնելու, մեծացնելու, չգիտեմ, դարձնել բան։ Լավ նրանք են փողի մեռած, լափի մեռած, անգիտակից, բայց դուք պետական համակարգեր եք աշխատացնում։ Դուք հասկանում եք, որ սա ինչ ձև է օգտագործվելու Հայաստան պետության դեմ վաղը։ Դուք հասկանում եք, որ սա վաղը դրվելու է միլիարդավոր դոլարներ, 100 միլիարդների հասնող գումարներ է պահանջելու այս հիմքով Ալիևը։ Չտվեցիք, ասելու է պատերազմը սկսելու, մեծ պետություններին էլ ասելու է իրանք ընդունել են, բայց իմ փոխհատուցումը չեն տալիս։ Այդ դրա համար պատերազմ եմ սկսում, իր պատերազմն էլ լեգիտիմացնելու է Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու հայտարարություններով։ Այսօր էլ հելելա կապիկը բեմերին, սենց մանիպուլատորի պես խոսում է, սրա դղյակն եմ հետ բերե, նրա դղյակն եմ հետ բերե, այն իրա դիմացը կանգնած ժողովրդին էլ ասում է, այդ դղյակները ձերն են ժողովուրդ ջան։ Ես էլ այդ իրա դիմացը կանգնածներին հարց եմ տալիս 8 տարի է իրա իշխանությունն է ապրում եք, այդ ձեր հասարակ մարդկանցից քանիսն եք մի հատ դղյակի մեջ քնե։ Քանիսդ եք ապրե մի օր այդ դղյակներից մեկի մեջ։ Այ որ ասեր հետ եմ բերի Ալենիս եմ տվե, Միրզոյան Արարատիս եմ տալու, կնոջս եմ տալու մի 30 հատ, աղջիկներիս եմ տալու, ՔՊԻ-ս են ամենաակտիվ լաչարներին եմ տալու, կասեի արդար էր։ Բայց խեղճ ու կրակ ժողովրդին ես 8 տարվա մեջ որ մեկին ես դղյակ տվե։ Հələ իրան լսողներ, մի հատ այդ 50 հոգի եք, 100 հոգի եք, շատ մարդ էլ չի կարում բերման ենթարկի, որ կանգնի խոսա։ Մի հատ հարց տվեք, ասեք, ֆրացեք իրար հարցրեք, ասա եղբայր, քեզ դղյակ տվել է Նիկոլը։ Այդ 50-ից, 100-ից մեկին դղյակ տվել է գոնե։ Բայց ձեզ մենակ խապում կերակ, ստով կերակրում է, ձերնա, բայց մեջը քնում է Ալեն Սիմոնյանը, մեջը քնում է Արարատ Միրզոյանը, հասկանում ես, անտրուսիկ փողոցներում ման էին գալիս, այսօր գնացեք նայեք ինչեր ունեն։ Այդ սովածները, այդ ոչ մի բաները, այսօր էլ հելել են, ճվում են, վժում են, ես ենք հետ բերե, են ենք հետ բերե, են ենք հետ բերե, հա, ում եք բերե, ինչ եք արե, ում եք տվե, Աննայի հիմնադրամի ջանը սաղ։ Ենքան փողա երևի հավաքվե տեղ ու ստար չկա։ Չկա տեղ։ Օլիգարխներին ռեկետ եք արե, սևները տվել եք։ Աննայի հետ միասին ռեկետ, այտենց ռեկետ, այդ օլիգարխներին ես հիմա հարց եմ տալիս։ Կյանքում դուք այտենց ռեկետ տեսած կաք, ոնց որ Նիկոլն ու Անան են ձեր գլխին արե։ Դե հիմա եկելա վճռական պահը ձեր որոշումը կայացնելու դուրս գալու այդ ամեն ինչի միջից։ Ես անձամբ ասում եմ, պետք է արտարությունը հաստատվի։ Պետք է այն
Այն հասարակ խեղճ ու կրակ ժողովրդին պետք է նայեք, օլիգարխ չէ, ով ուզում եք եղեք, որովհետև պատերազմի ժամանակ այդ մարդու երեխուն հիշում եք, դժվար պահերին հիշում եք, այսօր ընտրությունն է, հելել են, դարել են ժողովրդի միջի մարդ, 8 տարի է, Յաշիկներով ու ջպերով եսին որտեղ քաշ էի գալիս, այդ բա ուր էիք ժողովրդին չէիք հիշում, արա։ Այսօր 100 աղրանիկ առել ես, զելի ասում ես ես ժողովրդի մարդ եմ։ Դու որ քայլում ես աղրանիկներդ ասենց պատկազմած գնում են կողքիցդ, բախ ես պատկազմ է։ Հələ դու 18 թվի վիդեոները դիր նայա Նիկոլը տենց աղրանիա ուներ։ Բա այնքան քաքեր եք կերեմ որ գիտեք որ կիղտի մեջ կորած էիք։ Վախեցած ելել եք ու սենց կեղծ ժողովուրդավար եք ուզում ներկայանաք, կեղծ ժողովրդի մարդ եք ուզում ներկայանաք, հասարակ, հա, որ խոզի պես այդ պերաշկին ու իքի բիրը լափեցիր, տենց գիտես ասել են, վայ, ես ինչ հասարակ մարդ, հա, 90% ասում են, արա, եսի խոզ ա, եսի ոնց ա ուտում, մեկ էլ մի հատ բան ասեմ, դու խենց վիրավորում, են հասարակ մարդուն, դու մտածում ես հասարակ մարդիկը տենց քո պես խոզի պես ուտում են, արա մարդիկ շնորհքով կուլտուրական, նստում այդ հացը ուտում են, դուք ասենց վայրենու պես, վերջի վերջո այն հասարակ մարդու վրա որ կամերա պահես, չէ, հաց ուտելուց մի քիչ կուլտուրական կուտի, կարող է տան մեջ առանձին մենակ նստեն, ասենք իրանց ձևով ուտեն, դուք այդ շնորհքն էլ չունեք, արա, տենց անշնորհքի պես, չեք ասում, արա մարդը նայում, գրեյկությունն է, կուլտուրայա, մենք վերջի վերջո առաջի դեմք ենք, ղեկավար ենք, մեզ 1000 մարդիկ են նայում, ձեր համար մեկ է, խոզի պես, փնթի, կեղտոտ, քարշ գալով, ասենց, կեղտոտ վիճակով, էս եք դուք արա, դուք ոնց կարաք իմ ազգի, արժանապատիվ հայ ազգի դեմք լինեք, ոնց, ու ամեն հայ պետք է հարցը տա, ոնց կարաք հո դեմքը այսքան կեղտ լինի, ու այսքան կեղտոտ բերան լինի։ Եվ քանի որ խոսեցինք այս անձերի մասին, տեսեք, ասում են հսկայությունների Անուշավան Ժանկոչյանը, որը ինչ-որ ավելի հայտնի է դիրություն Բոտեքսամա, ինքն էր լծվել Նիկոլ Փաշինյանի դիրադանեց մեկնակ, այսպես ասենք, հա, աջակցություն Նիկոլ Փաշինյանի գործողությունները իրականացնում, խնդրեմ ես ինչ ունեք սրան ասելու, և մյուսը Վազգեն Միրզախանյանը, մեծ Բալթյան երկրների հոգևոր առաջնորդը և սա, խնդրեմ։ Ես ընդամենը պետք է մեր ժողովրդին ասեմ, ժողովուրդ ջան, դուք ինքներդ նայեք, ճանաչեք և մի կատարեք այսպիսի մարդկանց պահանջներ ու կոչեր։ Տեսեք, կան ռեալ փաստեր, Աստված նաև ձեզ ա տվել ուղեղ, շնոր, ձեր ուղեղները Աստծո կողմից տրված շնոր ա, որը դուք պետք է աշխատացնեք, որով պետք է մտածեք, տրամաբանեք, լավն ու վատը ինքներդ տարբերեք իրարից։ Հասկանում եք, շատ լավ խոսացողներ կարան լինեն, լավ համոզողներ, բայց դուք պետք է նայեք ռեալ փաստերին, մարդկանց ապրածին, մարդկանց անցած ուղուն, այդ խոսք ասելը, այնքան աֆերիստներ կան այսօր, այնց լավ խոսքեր են ասում, բայց դուք պետք է չլսեք այն, տեսեք ընտրություններին էլ մարզպետներ, բաներ, այնտեղ մարզերում արդեն մարդկանց վախեցնում են, շանտաժ են անում, այս տարբեր անհատների միջոցով, մի վախեցեք, ոչ մեկից, չեք կարում, այլ ճանապարհ եմ առաջարկում, ամենաճիշտը բարձր խոսալն է, բարձրաձայնելն է, լուսաբանելն է, մարզպետ կլինի, ով ուզում է լինի, կփորձեն ձեզ ճնշել, կփորձեն ձեզ նեղացնել, իրանցից կլնեն, նկարեք ուղարկեք, բարձրաձայնեք, կփորձեն ձեզ կաշառել, գործ խոսք կտանք, ասեն Նիկոլին, ընտրի քեզ գործ կտանք, գրեք դրա մասին, գրեք իմեջին, գրեք լրագրողներին, չեք կարում, վախենում եք իրանցից, սուս ու փուս, լռեք, գնացեք, ամսի 7-ին, ու մի ընտրեք, հենց դրա համար, որովհետև իրանք այս պահին ձեզ կարող է ինչ-որ լավ բաներ անեն, իրան շայից ելնելով անեն այդ լավ բաները, հետո բայց էդի կտրվելու է ձեր վրա, ու դուք դրա դիմաց հազարապատիկ դաժան եք վճարելու, ու դուք այդ կոպիտ ասած փշարանքներին չպետք է այսօր խաբնվեք, եթե անգամ գալիս էլ է դուք լուր նստեք,
Չեք կարում, ես հասկանում եմ, շատ մարդիկ վախենում են այսօր, ընկճված են, մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա, աշխատում է մեկը, գործը չի ուզում կորցնի, ես դա էլ եմ հասկանում։ Ու դրա համար ձեզ խնդրում եմ Հայաստանի բոլոր մարզերում գտնվողներին, խնդրում եմ մեր Սփյուռքի հայությանը գոնե այս վերջին 20 քանի օրը զանգեք ձեր բարեկամներին, հորդորեք, պահանջեք, սթափեցրեք, բացատրեք, որովհետև դուք ավելի լավ կարաք բացատրեք, որովհետև դուք իրանց ավելի լավ եք անձնապես ճանաչում։ Մի հանձնվեք, մի լռեք։ Այս պետությունը պետք է շարունակի ապրել։ Այս ազգը չպետք է թուրկանա։ Ձեր երեխեքը չպետք է թուրկանա։ Իսկ իրենք թուրքացման են տանում երկիրը։ Բարի սուղիղ իմաստով թուրքացման։ Սարսափելի մեծ պահանջներ ա դրվելու, սրա վերընտրվելուց հետո Ալիևի կողմից մեծ պահանջներ ա դրվելու։ Եթե չբավարարեց, Ալիևը հարձակվելու է եւ այս կծկած, խեղճացած, կզած ղեկավարի դեպքում դուք չեք կարողանալու պաշտպանվեք, որը վատացրել է հարաբերությունները դաշնակիցների հետ։ Ու այսօր էլ մի հատ կապիկություն ա ուզում բեմադրի, ինչ որ զենքեր ունի, մեզ ունեմ, են ունեմ, այ կապիկ, este պրոբլեմը զենքը չի։ Քեզ որ հիմա տանենք Ռուսաստանի Դաշնության ղեկավար էլ նշանակենք, որ աշխարհի ամենաուժեղ զենքերն ու բանակն ունի, այդ երկիրը պարտվելու է։ Մեր թիվ 1 խնդիրը զենքը չի, մեր թիվ 1 խնդիրը ղեկավարն ու առաջնորդն է, դու ես։ Ինչ զենք էլ որ ունենանք, դու չես կարանալու այդ օգտագործես, դու չես տիրապետում դրան, դու չես կառավարում դա, դու չես հասկանում բանակն ինչ բան է, երկիրն ինչ բան է, հողն ինչ բան է, եւ հետեւաբար ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը սուտ է դառնում։ Դուք տեսել եք ինչ զենքեր է բունկերների մեջ հանձնե, մի քանի հատ էլ TikTok-յան կեղտ բլոգերներ ունի, գնացե մտե մեր թաքստոզներն էին նկարում, բռոնիկ կասկաներն էին հակեկապիկություն անում, ու ասում էին այ ասենց բունկերներ որ ունենանք, պատերազմը չենք պարտվի։ Իբր մենք պարտվանք այդ բունկերների պատճառով։ Հիմա էլ մեղքը ուզում են գցեն, բայց մեկը ես 2016 թվականին գիտեք, քանի շել եմ ին վաշտի հետ կառուցե ունեց շելեր, որ ոչ մի բան չէր խոցի։ Գիտեք ինչ կան բունկերներ ու ինչ բունկերներ են եղել Արցախում։ Բունկերներ, որոնց մեջ լրիվ նոր զենքերը ադրբեջանցին նկարե գցել էր, հանձնվել է թշնամուն, որովհետև չի եղել կազմակերպիչ։ Իսկ եթե չկա կազմակերպիչ, չես կարա ժողովուրդ ջան, չես կարա, ասենց տարբեր անհատների հույս, մի հատ էլ ամենամեծ աբսուրդը որն է հելնում է փողոցների մեջ։ Մարդկանց ասում է, բա ինչի՞ չես գնացել կռիվ, դու գնացել ես, կռվին մասնակցել ես, համ կանգնում ասում է, դա Ալիևի հողերն է։ Էդի կանգնում ասում է, դա մեր հողերը չեն։ Համ ասում է կռիվ ինչի՞ չես գնացել։ Ուզում էիր տաներ սպաներ սաղին, հա։ Ով նվիրյալ էր հայրենասեր էր, դες դուրդ չի գալիս էլ։ Ով ճշմարտությունն է բարձրացնում, ով ճշմարտությունից է խոսում։ Իրանց դասալիկ հալով, սաղ թիմի 90%-ը չծառայած դասալիկ Նիկոլի գլխավորությամբ։ Մարդկանց տենում ասում են ծառայել ես, կռվել ես։ Բա որ ասում ես դու ասում ես, դե ես չեմ ծառայ ասում ես։ Իբր իրանց չի վերաբերվում, արա դու որ չես ծառայել, դու չես պետական պաշտոնի։ Դու որ չես կռվել, դու ով ես որ եկել ես նստել ես աթոռին։ Դու որ չես ծառայել, դու ո՞նց ես զինված ուժերին հրաման տալու։ Դու ո՞նց ես գեներալներին հրաման տալու։ Եթե դու ստարական խրամատի կարգ ու կանոնը չգիտես, դիրքը չգիտես ինչ բան է, ավտոմատը չգիտես ինչ բան է, որ են ամենա կարանտինում են զինվորին սովորացնում, արա։ Դու եթե կարանտինի զինվորի գիտելիք չունես, դու ո՞նց պետք է կարանաս բանակ ղեկավարես։ Ասենք աբսուրդը ստեղից է ծնվում ու սկսվում, ժողովուրդ ջան։ Ու վաղն կմեղադրեք, կասեք ինչու է այս վիճակը։ Գլուխը հոտած է, գլուխը անգրագետ է։ Եվ պետք է յուրաքանչյուրը ժողովուրդ ջան, այս օրերի ընթացքում ամեն առավոտ արթնանաք, պայքարեք թուրքական ուժերի դեմ,
որոնք լծված են Նիկոլի գլխավորությամբ Հայաստանը, ես պատասխանատու ձեզ հայտարարում եմ, Նիկոլ Փաշինյանենք թուրքական ուժեր են, հենվել են Թուրքիայի ու Ադրբեջանի վրա եւ այդ հայտարարություններն էլ, որ անում այդ հողերը մերը չեն եղել, ինքը ուղիղ լավ էլ գիտակցաբար անում է, հաճոյանալով Ալիևին եւ Էրդողանին ու ակնկալելով Ալիևի ու Էրդողանի աջակցությունը այս օրերին իր վերընտրվելու համար։ Իսկ դու որպես հայ քեզ հարց տուր։ Պայքարում ես, թե ուզում ես թուրկանաս։ Ես չեմ ուզում թուրկանամ եւ դուրս եմ գալիս պայքարելու։ Ու պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի թուրքական ուժերը երկրի ներսում են։ Բոլոր թուրքական ուժերը պետք է արմատախիլ արվեն մեր երկրից, բոլորը առանց բացառության։ Ձեզ նույնպես։